Չինացի գիտնականները մշակել են հատուկ գենետիկորեն փոփոխված վիրուս, որը կարողանում է մոլորեցնել իմունային համակարգը։ Մինչ այդ քաղցկեղային բջիջները չէին ընկալվում որպես թշնամի, դրա համար էլ իմունային համակարգը չէր պայքարում դրանց դեմ։ Այս մասին գրում է MSN-ը։ Snickers-ը թողարկել է նոր շոկոլադե զվիկներ, Զատկի տոնին նվիրված, գրում է Ձենը։ Ռուսաստանի ներքին գործերի նախարարությունը զգուշացրել է, որ հաքերները օգտագործում են սմարտ ատամի խոզանակներ, գողություններ եւ հարձակումներ իրականացնելու համար։ Հաքերները կարողանում են միանալ սմարտ ատամի խոզանակներին, այնուհետև դրանց միջոցով տանը առկա տեսախցիկներին եւ այլ տնային սարքերին, գրում է Գազետան։ ԱՄՆ-ում մահացած են գտել նախկին դատախազ Ջեսիկա Աբերին իր տանը Ալեքսանդրիայում։ Նա պաշտոնավարել է 2021-ից 2025 թվականներին, սակայն հրաժարական է տվել Թրամփի նախագահ դառնալուց հետո, գրում է NBC-ն։ Մոսկվայի դատախազությունը հայտնել է, որ $40 միլիոն արժողությամբ Պենթհաուսը ամբողջությամբ այրվել է։ Տուժածների մասին տեղեկություններ դեռ չկան, հրդեհի պատճառները պարզվում են, գրում է Գազետան։ Բրիտանիայում 55-ամյա Փոլ Բրումին հուղարկավորել են Snickers շոկոլադի տեսքով դագաղում, ինչը նրա կտակի վերջին ցանկությունն էր, գրում է NDTV-ն։ Ռուսաստանում բժիշկները առաջարկում են բուժել դեպրեսիան աղիքային միկրոֆլորայի փոխպատվաստմամբ։ Բժիշկները կարծում են, որ դեպրեսիայի պատճառը կարող է լինել ոչ թե ուղեղը, գրում է Գազետան։ Միգրանտների նկատմամբ ատելության խոսք տարածելու համար Քոնոր Մակգրեգորին սպառնում է մինչև 7 տարվա ազատազրկում։ Այս մասին գրում է The Irish Independent-ը։ Ամերիկացի լրագրողը պատահաբար ավելացվել է մի գաղտնի խմբում, որտեղ ամերիկյան բարձրաստիճան պաշտոնյաները քննարկում էին այն հարցը, թե ինչպես պետք է հարվածեն հուսիտներին։ Ամերիկյան իշխանությունները հաստատել են այս դեպքը եւ խոստացել են հետաքննել, թե ինչպես կարող է լրագրողը հայտնվել այս գաղտնի խմբում։ Այս մասին գրում է CNN-ը։ Թուրքիայում 5 օր շարունակվող բողոքի ցույցերի ընթացքում ավելի քան 1000 մարդ է ձերբակալվել։ Նախագահ Ռեջեփ Թայիպ Էրդողանի գլխավոր մրցակից Էքրեմ Իմամօղլուի ձերբակալությունից հետո ամբողջ Թուրքիայում տասնյակ հազարավոր մարդիկ դուրս են եկել փողոցներ։ Այս մասին գրում է BBC-ն։ Ռուսաստանի եւ ԱՄՆ-ի ներկայացուցիչները Սաուդյան Արաբիայի մայրաքաղաք Ռիադում ավարտել են բանակցությունները, որոնք վերաբերում են Ուկրաինայի պատերազմի կարգավորմանը։ Այս մասին գրում է TASS-ը։ Պորտուգալական ֆուտբոլի լեգենդ Քրիշտիանո Ռոնալդուն կժամանի Հայաստան, երբ Հայաստանի եւ Պորտուգալիայի հավաքականները կհանդիպեն 2026 թվականին ֆուտբոլի աշխարհի առաջնության ընտրական փուլի շրջանակներում։ Այս մասին գրում է Զարթոնքը։ Իտալացի եւ շոտլանդացի գիտնականները հայտարարել են, որ գտել են մի մեծ քառանկյունային քաղաք, որը գտնվում է Գիզայի պիրամիդների տակ, մոտ 6500 ոտնաչափ խորության վրա։ Այս մասին գրում է Times of India-ն։